համահունչ է, այսինքն նաև մեր կուսակցության ինքներդ գիտեք, որ մենք զրուցել ենք նաև հաստատ հիշում եք, որ նույն տեսակետին ենք, բայց ես ավելի լայն ենթատեքստով կասեմ։ Եթե դա չի արվելու, Հայաստանի 4-րդ հանրապետություն չի կայանալու, պետություն չի լինելու, բացառված է։ Ես նկատի ունեմ այդ 5-րդ Շարախցյան վերնախավասենք, ամոթ իրենց համար վերնախավասենք, այդ ստրուգների բարագլուխներին և Ղարաբաղյան կլանեն, պիտի բացառեն անպայմանորեն։ Այստեղ կա նաև մի քիչ ուրիշ, պիտի զսպեն նաև այդ արևմուտք գոռացողներին անընդհատ։ Ինչ է շանակում, այսինքն Հայաստան հասկանում եք ոնց է, ինքը քաղաքական իր գեոստրատեգիական կոորդինատները պիտի գտնի և դա շատ հայտնի է։ Իրականում դա շատ հայտնի է քաղաքագիտական առումով, գեոպոլիտիկայի առումով, մեր ազգային շահերի ընկալման տեսակետից և այլն, դա բանաձև ունի, որն է դա, Հայաստանը ինք ունի աշխարհագրություն, ինչպիսին որ կա, և այդ աշխարհագրությունը պայմանավորում է և նրա անվտանգությունը, և արտաքին քաղաքականություն, և մշակութային զարգացում, և այլն, և բոլոր երկրներն են այդպիսին։ Հետո ուրեմն Ռիշելիայից հետո Ֆրանսիայի, որ մարդիկ նաև պատմական բաներ ասեն, ընկալեն, Ռիշելիեն, երբ որ Ֆրանսիան անկախացրեց, հայտնաբերեց հավասարակշռության օրենքը, որը նաև բնության օրենքների մեջ է, մարդկային հարաբերությունների օրենքի մեջ է, որը տանում է դեպի հարմոնիա, որն է դա հավասարակշռությունն է։ Տարբեր թևերի միջև պետք է հավասարակշռություն առաջանա, 5-ն, 6-ն, 8-ն, և այդ հավասարակշռությունը առաջացնում է լողալու լայն հնարավորություն և անվտանգության միջավայր։ Դժբախտաբար մենք այդպիսին չեղանք Սուլթան Համիդից հետո, որտեղ մեր ազգային մտածողության մեջ հանգամանքների բերումով առաջացան բաներ, որ վերնախավում լավ չընկալեցին հարցը, բալանսն է դա։ Բալանսը, որը թելադրում է, պայմանավորում է և այլն։ Հիմա եթե դա մենք ընդհանրացնում ենք, որն այդ բանաձև, ասում են, որ մեր ուրեմն ունգնդիրը կամ դիտողը կամ լսողը մեզ հետ միասին իմանա, որն է դա։ Հայը բացառապես կարող է նորմալ հայը հայամետ է։ Դա հայամետ է Ֆրանսիա հայը, հայամետ է Ռուսաստանի հայը, որտեղ որ ապրում է Ավստրալիա և այլն։ Իհարկե դա իրենց կեցության երկրի հետ որևէ խնդիր չպիտի առաջացնի և պիտի տարբերել դա։ Եթե մենք ազգային մեր կյանք ուզում ենք շարունակել նորմալ իմաստով, հայը չի կարող լինել, չգիտեմ, թրքամետ, ռուսամետ, դա աղետ է։ Հարգանքը պիտի լինի նայած ում հետ և նաև թշնամանք պիտի լինի, բայց քաղաքական գեոստրատեգիական իմաստով, եթե նկատի ունենք աշխարհագրությունը, դա ունի բանաձև։ Հայաստանի արտաքին քաղաքական կոնցեպցիան և պետության անվտանգությունը պետք է կառուցվի հայաստանակենտրոնության սկզբունքի վրա, որը բացառում է քաղաքական կողմնորոշումները, բայց առաջնահերթությունները չի բացառում։ Մեկը շատ ավելին է, մեկը շատ քիչ է, մեկից պիտի հեռանալ, մեկից մոտիկանալ, և սա հավերժական պրոցես է, ինքը տատանվում է այդ ամբողջ հարմոնիան կառուցվածքով, մեզ որ վարչապետի ասելիքը միայն բացառապես ողջունելի է, բայց մի ուրիշ բան կա, որ վարչապետը մինչև վերջ կարողանա այդ տեսակետը զարգացնել և գնալ առաջ։ Կարծեմ երեկվա այդ բրիֆինգի ժամանակ էլ նույնն ասեց, ձեր ասածը մի քիչ ուրիշ բանով ասեց, այո, պիտի բացառվեն։ Եվ ազգային անվտանգություն խստագույնս պետք է նայի, որ որևէ երկրի գաղտնի ծառայության ոչ կուսակցություն, ոչ էլ անհատ չանցնի։ Պիտի բացառել, այլապես պետություն չենք դառնա։ Մենք պետք է միշտ նկատի ունենանք, որ մենք մեր երկիրը կորցրել ենք։ Մենք այսքան փոքր երկիր չենք եղել աշխարհագրորեն, նույնիսկ առաջին հանրապետությունը 71,000-ի հասավ։ Հասկանում եք ոնց է, սա ինչ խայտառակ վիճակ է։ Սրա վրա մենք պետք է ազգովի դողանք,
որովհետեւ դողանք պետք է քաղաքականություն ճիշտ վարենք։ Իհարկե ես հասկանում եմ այստեղ այն հակառակ անողներ, դրանք մի մասը այն գաղտնի ռուսական ծառայությունն է կամ ռուսականացած հայերն են, ռուսականացած հայությունն է, որը Հայաստանը պատկերացնում է ռուսական աշխարհի մաս, բայց ռուսական աշխարհի մեջ հայկական աշխարհ չկա։ Ոչ հավատի առումով, ոչ աշխարհագրության առումով, ոչ մի բարակայով չկա, մշակույթի առումով եւ այլն։ Զգամ եք ոնց է, ոչ է պատմականորեն։ Վերջին հաշվով մենք Ռուսաստանի հետ հարաբերվում ենք 200-300 տարի է։ Իրանի հետ քանի հազար տարի ենք հարաբերվում, բա հույների հետ քանի հազար տարի ենք հարաբերվում, բա Հռոմի հետ քանի հազար տարի ենք հարաբերվում, Եվրոպայի հետ եւ այլն, բա Ամերիկայի հետ քանի հազար տարի ենք, 1000 չի 100 տարի է։ Այսինքն այս անհեթեթությունը մտցված է, իհարկե դա դիտավորյալ արված, մի քիչ էլ կա նաեւ թուրքական այդ բանից էլի ցեղասպանություն, այդ աշխատող մի բանը պետք է այդ հավասարակշռությունը որոնել գնալ, դրա համար էլ ես ասեմ, մենք վարչապետի հետ նույնը չենք, ԿՊ-ի հետ ԿԺԿ-ն նույնը չի, այդ ով ինչ ուզում է խոսի, մենք այդ իմաստով նորմալ օպոզիցիոն կուսակցություն ենք, նորմալ, իրական, որտեղ թշնամիներ չենք, համագործակցություն եւ այլն, եւ այդ մեր տեսակետները ուրեմն համընկնում են այդտեղ։ Ես նույնիսկ ասեմ ավելին ձեզ հիմա բան չլինի գլուխ կովելու մասին չխոսքը 1996 թե 5 թվին ես գրել եմ Գոլես Արմենի թերթում, կարող եմ հրապարակել էլի դոկտրինա Ռավնավեսիա, հավասարակշռության հայեցակարգը, դոկտրինը, որտեղ հենց այդ բալանսի քաղաքականության մեխանիզմներն են բացահայտել եւ անիվ հետո նաեւ դոկտորական եմ գրել դրա վրա ես եւ ամբողջովին դա է եւ մեր եթե նայեցեք մեր պատմությունը նայենք գոնե այս վերջին 4-րդ բան այս հետսովետական Հայաստանը մեր անվտանգությունն ու հաջողությունները երբ սկսեց գրանցվել երբ պատերազմից հետո ըստ էության հրաժարվեց իշխանությունը Ռուսաստան, Թուրքիա, Արևմուտք, Թուրքիա, ուրեմն Թուրքիա, Արևմուտք եւ այլն էս դիխոտոմիաներից, երկընտրանքներից։ Երկընտրանքը մահ է։ Առաջին անգամ դա մեր քաղաքական գրականության մեջ ասեմ ձեզ որ նկատել է Ռուբեն Տեր-Մինասյան, առաջին հանրապետության ռազմական նախարարը։ Նա այդպիսի աշխատանքներ ունի գրած եւ ասում է օրիենտացիաների մահաբերությունը, ցեղասպանության ծնունդը դրա հետ։ Ռուսներն չեն ուզում օրիենտացիա ունենան, որ մենք գրբանում ռասխոտ անեն, ինչպես ռասխոտ արեցին Ռուբեն Վարդանյանին, Արցախը, Գալադամոր եւ իրենց հարցերը լուծեցին Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Ինչ որ չափ եղավ, սա մահաբեր է։ Այսօր չափազանց ճիշտ է, ուղղակի պետք է օգնել, որ այդ քաղաքականությունը ավելի արդյունավետ դառնա, բարձրապես այստեղ խնդիր կա։ Շատ գիտելիք է պետք, իրականում շատ դժվար հաշվելիք բան է, որտեղ մտային process է եւ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի իրական պատմությունը, ոչ թե իրական Հայաստանի շուրա, Հայաստանի իրական պատմությունը պետք է լավ իմանալ, պատմական փորձը անխուսափելի է, գրակետ վերնախավ է պետք շատ գրակետ եւ գրակետ ազգային ժողով խիստ քաղաքականավեր չեմ ասում օտար լեզու իմանան առաջ ռուսերեն լավ գիտեին շատ խելացի էին հիմա բարձվեց թե հիմա անգլերեն շատ լավ գիտեմ թե ինչ անգլերեն էլ մի քիչ բան ուրեմն շատ խելացի են լեզվի իմացություն շատ խելացություն չի քաղաքական գիտելիքի իմացություն է պետք բայց նաեւ լեզվի իմացություն հակադրություն չկա Ես եւ պիտի բացառել առանց վախենալու մեր ուրեմն ես ասեմ այստեղ ինչ է Ռուսաստանն ունի պոստուլատ Հայաստանի քաղաքական ուրեմն հարաբերությունների ուրեմն այդ ամբողջության մեջ ոչ թե Հայաստանի հետ այլ հայ ժողովրդի հետ նա միշտ հալածել է ոչնչացրել է անկախություն գնացող հայերին անկախություն, որտեղ տեսեք ՌԻԱ Նովոստին մի տարի առաջ չկար մի տխմար Պասկվիլ հրատարակեց Ռուսաստանի քաղաքականությունը
բացատրեց ինչպիսին է Հայաստանի եւ կարևորը հայ ժողովրդի հանդեպ իրենք այդ անդադար հայ ժողովուրդն են հոլովում որն է նա ասում է որ բան ասում է ասում է Հայաստանի անկախությունը ասում է ռուսների մոտ լավ չի գալվում ասում է ռուսները չեն էլ պատկերացնում հայերն առանց իրենց այդ թուրքերն էլ չեն պատկերացնում չէին պատկերացնում այնքան խոստովանություններ կան բարձ է ինչ է իրենք այսպես այդ ժխտում են դրա համար ժամանակին նաև Ուրարտուն կտրեցին Հայաստանից հաջորդի ծագումնաբանությունը տեղափոխեցին սովետական հայ պատմաբան կոչված չմոների հետ միասին, որոնք կենթանի հիմա լսարաններ վարակում են, որ Ուրարտուից հետո է հայերը ձևավորվել, ոնց որ ոչ աստվածաշունչ եղել, ոչ ջրհեղեղ եւ այլն, այլ բարձ է։ Ես որ դա նորմալ է, պիտի գնալ այդ ճանապարհով։ Բայց նաեւ ես կողմ եմ, որ զսպելի նաեւ այդ արեմտա, այսինքն ինչ եղել, մեր ժողովուրդը ես ախալքալակում գիտեմ, որ ասում են, չգիտեմ, գուցե դուք էլ ասում են մերից դուրս եկանք, մեր ջուրն են գանք։ Հասկանում եք, հիմա Ռուսաստան չէ, Եվրոպա չէ, չմտիրնի։ Դա համանդրման այդ բանի քաղաքականություն է, կոմպլիմենտար, ասեմ կոմպլեմենտար չի, կոմպլիմենտար համակցման, բառնել եմ թարգմանաբար ասում գրետ համակցման, համադրման, ավելի շուտ համակցման քաղաքականություն է։ Թող նայեն անգլերենի բառարանները բացեն նայեն լատիներենի, ուրիշ կերպ չի լինի։ Եվ ակնհայտ է, որ հիմա բան է, ոնց ասած, այդ պրոցեսը գնում է եւ իշխանությունը դառնում է։ Ես մի ֆիլմ կա էլի Արթուրի մասին, Արթուր Արքան, հիշում եք, այնտեղ կոնսելորտ, հա, այդ մի տեսարան կա, երբ որ Արթուրը որոշում է, որ կոնսելորտ էր հերոսը, էլի որպեսի անցնի, լավ չեմ հիշում այդ անունը, անցնում արքայի մոտ, մի գնդեր կան շարժվող, հիշում եք, գնում գալիս են գնում, ինչու են, որովհետև դրա արանքներով անցնել եւ այդ բաղանձե գնդերի հարվածի տակ չմնալ գրեթե հնարավոր չի, բայց հերոսն անցնում է։ Ուրեմն այդ հավասարակշռության գործընթացը քաղաքական կյանքում այդ գիշեր ցերեկ գնդերը պատտվում են։ Դուք մեկ գնդի կապակ, ինչպես հայությունը ռուսականին կապավ, թուրքականը կերավ եւ հակառակը։ Արցախցիները փոք չեկան, ինքը խփեց ոչնչացրեց, ռուսը հոշոտեց, ում կպել էիք։ Երբ որ բեր տարակ, երբ որ առևտուր եւ այլն։ Ուրեմն դա պետք է այդ պատկեր ես առաջարկում եմ դա կան ֆիլմերում նայել։ Անընդհատ պետությունները 5-6 պետություն են առայժմ, անընդհատ։ Դրա համար պետք է նայել ումից ազգային շահը ում է մոտիկացնում, ում է հեռացնում անվտանգության բաղադրիչով, որից ինչ կստանաս եւ դժշարժվես։ Եվ վերջ։